Անուն հոր, որդվո և հոգվույն սրբո, ամեն, ըս գործս ձեռած մերոց ուղիղ արայի մեզ Տեր, և ըս գործս ձեռած մերոց հաջողյայի մեզ Տեր, ամեն։ Էներգետիկան շատ լավն է, ես ճիշտ է շատ եմ ելույթ ունեցել ընդհանրապես երգով, բայց խոսքով քիչ, հիմա պետք է կարդամ իմ անկեղծ խոսքը, դեմ չեք, չէ։ Պիտի կարդամ, բայց անկեղծ է, ի սրտ է, գրել եմ։ Ապրեք շատ, այսպես անեմ։ Շատ հարազատ միջավայր է, շատ շնորհակալ եմ։ Այսօր մայիսի 8-ն է, և տարիների վեր այսօրը նշել ենք որպես եռատոն, հաղթանակի և ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Ցավոք, այսօր չնայած հավաքված ենք խանդավառությամբ, բայց հոգու մեջ իհարկե կա կսկիծ և ցավը դեռ թարմ է, բայց որպես Հանրապետության վաստակավոր արտիստ, մարդ, որ 30 տարի ի վերջո աշխարհում տարբեր բեմերում և հավատացեք շատ բարձր բեմերում տարածել եմ հայ երգը, ես հավատում եմ, այսինքն ես երբեք չեմ ընկճվում, ես անձամբ երբեք չեմ ընկճվում և գիտեմ, որ որպես արվեստագետ կարող եմ այդ զգացումը փոխանցեմ ձեզ։ Եվ ի վերջո Կոմիտաս վարդապետը ասում էր, որ յուրաքանչյուր տխուր, այն ամենատխուր հայ երգի մեջ կա ինչ? Լույս և ուժ։ Այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ, լրջագույն մարտահրավերների առջև, որոնց կհաղթահարենք իհարկե, երբ կլինենք միասնական, կմտածենք մեր երկրի շահի մասին, կհարգենք մեկս մյուսին, կարժևորենք և կպահպանենք ազգայինը։ Այսօրվա մարտահրավերների պայմաններում բացառվում է սեփական աթոռը գերադասելը, ամեն գնով իշխանությունը պահելը։ Հայ ժողովուրդը պետք է ի վերջո ուղի իր մեջքը, վերագտնի սեփական ուժը, կարողությունը, դարերի խորքից եկած և ի վերուստ տրված արժանիքները։ Վախի և պառակտման մթնոլորտում չկա իրական խաղաղություն, այն միշտ տանում է դեպի անդունդ, դեպի կործանում։ Ի վերջո մեր Տերը Աստվածն ասում է, ումից ես վախենում, ես քեզ հետ եմ, մի վախեցիր։ Աստծո առաջնորդությամբ և նախախնամությամբ պետք է ամուր լինենք և կրկին պայքարենք հանուն հարատևության։ Մեր ժողովուրդը ստեղծարար, հյուրասեր, մարդասեր տեսակ է, մեր ժողովուրդը նաև շատ իմաստուն է և համբերատար, սակայն եկել է ծայրահեղ մի պահ, երբ այլևս լռելու և համբերելու ժամանակ չունենք, մեզ օդի և ջրի նման փոփոխություն է պետք։ Այո, կարող ենք շատ խոսել, և ես էլ հիմա շատ եմ խոսում, խոսել սիրում եմ, կներեք, բայց Թումանյանը ինչ է ասել, գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, եռնեք նրան, ով իր խոսքով կապրի անվերջ, անդադար։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ իդեմս մեր Սամվել Կարապետյանի ունենք փորձառու, ուժեղ կամքով առաջնորդ, ով ծանր և իսկապես միևնույն ժամանակ քաղցր լուծ է առնում իր վրա երկիրը դուրս բերելու այս ծանր վիճակից։ Շատ կարևոր է հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին, շատ կարևոր է։ Յուրաքանչյուրս պետք է կատարի իր ընտրությունը հանուն մեր ազգային արժանապատվության։ Ուժեղ Հայաստան դաշինքը Աստծո օգնությամբ և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ գալիս է ոչ թե պարզապես իշխանության, այլ իրական շոշափելի փոփոխություններ բերելու։ Աստծո առաջնորդությամբ
գնանք առաջ։ Ամեն։ Շնորհակալություն։